Սյունիքի նախկին մարզպետ ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից գլխավոր դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել անշարժ եւ շարժական 12 գույք 20.778.000 դոլարին համարժեք դրամ։ Դեռ 2023 թվականի հունվարին գլխավոր դատախազությունը ազգային անվտանգության ծառայությունից ստացել է օպերատիվ տվյալներ Վահե Հակոբյանի եւ նրա ընտանիքի անդամների գույքերի առնչությամբ ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայությունը ստուգելու վերաբերյալ։ Ստացված օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Վահե Հակոբյանին, վերջինիս կնոջը Էլիզաբեթ Պետրոսյանին, եղբորը Կարեն Հակոբյանին, եղբոր կնոջը Աննա Սեդրակյանին, դստրերին Իրեն եւ Յանա Հակոբյաններին, հորը Ալբերտ Հակոբյանին եւ մորը Ռուզաննա Հակոբյանին պատկանում են անշարժ եւ շարժական գույքեր։ 2017 թվականին Վահե Հակոբյանի կողմից կատարվել են բազմաթիվ անշարժ գույքի ձեռքբերումներ։ 2023 թվականի հունվարի 27-ին որոշում է կայացվել Վահե Հակոբյանին պատկանող գույքերի առնչությամբ սկսել ուսումնասիրություն։ Իրավասու մարմնի կողմից իրականացվել են օրենքով նախատեսված լիազորություններ, այդ թվում 2025 թվականի օգոստոսի 20-ին ձեռք են բերվել նաև հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տվյալներ, այդ թվում բանկային գաղտնիք պարունակող տվյալներ։ 2025 թվականի դեկտեմբերի 24-ին կազմվել ուսումնասիրության նախնական արդյունքների վերաբերյալ ամփոփագիր եւ որոշվել է ներկայացնել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմում։ Սահմանադրական դատարանի որոշմամբ բռնագանձման ենթակա է այն գույքը, որը ձեռք է բերվել պաշտոնատար անձ դառնալուց հետո։ Վահե Հակոբյանը 2016 թվականի հոկտեմբերի 6-ից է պաշտոնատար անձ, այդ պահից նա եղել է Սյունիքի մարզպետ։ Մինչև այդ ուսումնասիրությունը իրականացվել է պարզելու համար, թե ինչքան եկամտի մնացորդ ունեն Վահե Հակոբյանը եւ վերջինիս փոխկապակցված անձիկ։ Այսպեսով պարզվել է, որ եկամտի մնացորդը, անկախ նրանից հիմնավորված օրինական եկամուտների աղբյուրներով թե ոչ, հաշվառնելով Սահմանադրական դատարանի որոշումը, դիտարկվել է օրինական եկամտի մնացորդ եւ կազմել է 147 միլիոն 928 հազար դրամ մոտավորապես։ Հակոբյանը 2016-ից 2018 թվականներին եղել է Սյունիքի մարզպետ, այնուհետև 2018-ից 2021 թվականներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ, 2021 թվականի հունիսին ԱԺ պատգամավոր է ընտրվել Հայաստան կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, պատգամավորական մանդատից հրաժարվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Պաշտոնի ստանձնման պահից հետո չհիմնավորված ծախսերը, ձեռքբերումները, եկամուտները, որոնք չեն հիմնավորվել օրինական եկամուտի աղբյուրներով, դիտարկվել են ապօրինի եւ ներկայացվել է այդ գույքերի բռնագանձման պահանջ։ Գլխավոր դատախազությունը պահանջում է Վահե Հակոբյանից եւ նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 2016-ից 2023 թվականներին ձեռք բերված 9 անշարժ գույք, որոնցից 5-ը գտնվում է Աջափնյակում, 3-ը կենտրոնում։ Աջափնյակի անշարժ գույքերից մեկը գրանցված է Վահե Հակոբյանի անվամբ։ Նույն վարչական շրջանում 2018 թվականին գույք է ձեռք բերել նրա կինը Էլիզաբեթ Պետրոսյանը։ Եվս երկու անշարժ գույք, երկուսը էլի Աջափնյակում, երկուսը կենտրոն վարչական շրջանում ձեռք են բերվել Կարեն Հակոբյանի կողմից, գրանցված են վերջինիս անունով եւ երկու անշարժ գույք գտնվում են կենտրոն վարչական շրջանում, ձեռք են բերվել Վահե Հակոբյանի դստրեր Յանա եւ Իրեն Հակոբյանների կողմից 2019 թվականին եւ չեն հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով։ Վահե Հակոբյանը 2016 թվականին 275 հազար եվրո արժողությամբ անշարժ գույք է ձեռք բերել նաև Իսպանիայի Ալիկանտե քաղաքում։ Ձեռքբերումը կրկին չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով։ Բռնագանձման պահանջի մեջ մտնում են նաև 3 տրանսպորտային միջոց, մեկը գրանցված Վահե Հակոբյանի անվամբ, մեկը Կարեն Հակոբյանի եւ Վահե Հակոբյանի հոր Ալբերտ Հակոբյանի անվամբ։ Մեկ իրավաբանական անձում մասնակցություն, խոսքը վերաբերում է Severus Mills սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որը պատկանում է Վահե Հակոբյանի հորը Ալբերտ Հակոբյանին։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել նաև ավելի քան 771 հազար դոլար արժեքով 2 պարտատոմս, 2 ավանդ 240 հազար դոլար արժեքով, փոխարության 4 պահանջի իրավունք ավելի քան 122 միլիոն դրամի չափով։ Դրամական պահանջը ապօրինի եկամտի մնացորդի մասով կազմում է 4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ։ Այն դրամական միջոցները, որոնք չեն հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով, փոխանցվել են բարեխիղճ ձեռքբերողին կամ հնարավոր չէ նույնականացնել կամ բռնագանձնել, կազմել են ավելի քան 2 միլիարդ 814 միլիոն դրամ։
Դատախազությունը Վահե Հակոբյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումը հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանն է ներկայացրել հունվարի 29-ին, այն վարույթ է ընդունվել։ Վահե Հակոբյանը անցնում է նաև քրեական վարույթով, ունի մեղադրյալի կարգավիճակ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նա մեղադրվում է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և փողերի լվացման համար։ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամի լիազորություններն օգտագործել է նշված ընկերության շահերին հակառակ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ։ Բացի այդ, նախապես մշակված սխեմայի կիրառմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած գումարների և ակնհայտ ցածր գներով մատակարարված պղնձի խտանյութի վաճառքից առաջացած գերշահույթի հաշվին ձևավորված միջոցներից մարվել է փաստացի Վահե Հակոբյանի կողմից ղեկավարվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված վարկից 19 միլիոն 700 հազար դոլարը։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։